1990-ականների սկզբին հետխորհրդային տարածքը ապրում էր ցնցումների շրջան։ Պետական համակարգերը վերակազմավորվում էին, հին կանոնները քանդվում էին, իսկ նորերը դեռ չէին ձևավորվել։ Տնտեսական ճգնաժամը, սեփականաշնորհումների քաոսը, գործազրկությունը և իրավական անկայունությունը ստեղծեցին միջավայր, որտեղ ուժն ու ազդեցությունը հաճախ ձևավորվում էին ոչ թե օրենքի շրջանակներում, այլ դրա սահմաններից դուրս։ Այս ժամանակաշրջանում ձևավորվեցին այն մարդիկ, որոնք հետագայում դարձան քրեական աշխարհի առանցքային ֆիգուրներ։ Նրանցից մեկը Արմեն Հարությունյանը, ով հետագայում հայտնի դարձավ որպես Արմեն Կանևսկոյ։ Նրա վաղ կյանքի մասին բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են, սակայն հայտնի է, որ նա ծնվել է Հայաստանում և երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Այդ տեղափոխությունը տեղի ունեցել այն տարիներին, երբ հազարավոր մարդիկ փորձում էին նոր հնարավորություններ գտնել տնտեսական քաոսի պայմաններում, սակայն Ռուսաստանը, հատկապես հարավային շրջանները, այդ ժամանակ ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլև քրեական վերաձևավորման կենտրոն էին։ Կրասնոդարի մարզը, որտեղ կապվում է Կանևսկոյի մականունը, 1990-ականներին համարվում էր ակտիվ քրեական միջավայր ունեցող տարածք։ Տարածքային ազդեցությունը, բիզնեսների վերահսկումը, շուկաների բաժանումը և ուժային վերադասավորումները դարձել էին առօրյա իրականություն։ Այդ միջավայրում հեղինակություն ձեռք էր բերվում ոչ միայն ուժով, այլև հարաբերություններով, հավասարակշռություն պահելու ունակությամբ և կոնֆլիկտները լուծելու կարողությամբ։ Ըստ տարբեր հրապարակային հիշատակությունների, հենց այդ շրջանում սկսեց ձևավորվել Արմեն Հարությունյանի հեղինակությունը։ Նրա մականունը Կանևսկոյ կապվում էր Կանևսկայա բնակավայրի հետ, ինչը հաճախ բնորոշ էր քրեական աշխարհի ներկայացուցիչներին, նրանց մականունները կապված էին գործունեության տարածքի հետ։ Հրապարակային աղբյուրներում կան հիշատակումներ, որ 2000-ականների սկզբին, երբ Ռուսաստանի հարավում մի շարք խմբավորումների միջև լարվածություն էր առաջացել տնտեսական ազդեցության շուրջ, որոշ դեպքերում կոնֆլիկտների կարգավորման համար ներգրավել են բարձր կարգավիճակ ունեցող քրեական հեղինակություններ։ Այդպիսի մի դրվագում նշվում է, որ Կանևսկոյի անունը կապվել է միջնորդական գործընթացի հետ, որի նպատակն էր կանխել բաց բախումը երկու կողմերի միջև։ Չկան պաշտոնական փաստաթղթեր, որոնք մանրամասն նկարագրում են այդ միջադեպը, սակայն բաց աղբյուրներում նրա անունը հիշատակվում է որպես հեղինակություն, որը մասնակցել է բանակցային գործընթացների։ Քրեական աշխարհի կառուցվածքում նման դերակատարությունը համարվում էր կարևոր։ Օրենքով գողը ոչ միայն ուժի խորհրդանիշ էր, այլև հիերարխիկ համակարգի պահպանող։ Նրա գործառույթներից մեկը կոնֆլիկտների կարգավորումն էր առանց լայնամասշտաբ բախումների։ Այդպիսի միջնորդությունները հաճախ տեղի են ունենում փակ շրջանակներում, առանց հրապարակային արձանագրումների, սակայն նման պատմությունները ձևավորում էին անձի հեղինակությունը։ Օրենքով գող կարգավիճակը խորհրդային բանտային համակարգի ժառանգված ինստիտուտ էր, որը 1990-ականներին դուրս եկավ միայն բանտային միջավայրից և տեղափոխվեց տնտեսական իրականություն։ Այդ կարգավիճակը չէր սահմանափակվում միայն արձակած ազդեցությամբ, այն ենթադրում էր ցանցային համակարգ, որտեղ տարբեր շրջաններում գործող անձինք ճանաչում էին հիերարխիային։ Հրապարակային տեղեկությունների համաձայն Արմեն Կանևսկոյը համարվում էր այդ համակարգի ներկայացուցիչներից մեկը Ռուսաստանի հարավում։ Նրա անունը հիշատակվում էր այլ քրեական հեղինակությունների կողքին, ինչը ցույց է տալիս, որ նա ներգրավված էր ավելի լայն շրջանակներում, քան միայն տեղական ազդեցությունը։ 2000-ականների կեսերից Ռուսաստանի Դաշնությունում սկսվեց համակարգված պայքար քրեական հեղինակությունների դեմ, օրենսդրական փոփոխությունները, քրեական օրենսգրքի խստացումը և օրենքով գողերի կարգավիճակի քրեականացումը էականորեն փոխեցին իրավիճակը։ Այդ փուլում շատերը կորցրին դիրքերը, ոմանք ձերբակալվեցին, իսկ որոշները փորձեցին նվազեցնել հրապարակային ակտիվությունը։ Կանևսկոյի գործունեության մասին այդ շրջանի մանրամասները սահմանափակ են, սակայն հայտնի է, որ իրավապահ մարմինների ուշադրությունը ուղղված էր նման հեղինակություններին։ Արմեն Կանևսկոյի պատմությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես մեկ անձի կենսագրություն, այլ որպես ժամանակաշրջանի արտացոլում։ 1990-ականների քաոսը ստեղծեց պայմաններ, որտեղ ստվերային համակարգերը հաճախ լրացնում էին պետական կառույցների բացերը, սակայն 2000-ականներին պետության ամրապնդումը փոխեց ուժերի բալանսը։ Նրա կենսագրությունը տեղավորվում է հենց այդ անցումային փուլում՝ քաոսից դեպի վերահսկվող համակարգ։ Արմեն Կանևսկոյի անունը հիշատակվում է որպես այն հեղինակություններից մեկը, ով ներգրավված էր միջնորդական և կարգավորող գործընթացներում։ Քրեական հիերարխիայում նման դեր ստանալը նշանակում էր, որ մարդը արդեն անցել էր փորձության շրջան, այդ դիրքը չէր տրվում պատահական։ Հետխորհրդային տարածքում օրենքով գողերի համակարգը պահպանվում էր իր ներքին կառավարման մեխանիզմներով։ Դրանցից ամենահայտնին փակ հավաքներն էին, որոնք հաճախ անվանում էին սխոդկա։ Այդ հանդիպումների ժամանակ որոշվում էին ազդեցության գոտիները, ֆինանսական հոսքերի վերահսկումը, վեճերի լուծումները, կարգավիճակի հաստատումները կամ վիճարկումները։ Թեև նման հանդիպումների մանրամասները երբեք պաշտոնապես չեն հրապարակվում,
Բաց աղբյուրներում նշվում է, որ 2000-ականներին Ռուսաստանի հարավում տեղի ունեցած մի քանի նման հավաքներում քննարկվել էր ազդեցության վերադասավորումները։ Այդ շրջանի հիշատակություններում Կանևսկոյի անունը կապվում է այն խմբի հետ, ով փորձում էր պահպանել ավանդական գողական կրոնակարգը, հակադրելով նոր սերնդի ավելի ագրեսիվ և տնտեսական մոտեցում ունեցող ներկայացուցիչներին։ Սա կարևոր հանգամանք է։ Քրեական աշխարհում միշտ եղել է հակասություն հին ավանդույթների և նոր պրագմատիկ մոտեցումների միջև։ Կանևսկոյի սերունդը ձևավորվել էր բանտային ավանդույթների վրա, իսկ նոր սերունդը հաճախ ավելի շատ կենտրոնացած էր բիզնես վերահսկման վրա, քան գաղափարական կանոնների։ Մամուլի ոչ պաշտոնական հրապարակումներում հիշատակվում է, որ 2000-ականների կեսերին Ռուսաստանի հարավում լուրջ լարվածություն էր առաջացել երկու ազդեցիկ խմբերի միջև, տարածքը վերաբերվում էր եկամտաբեր ոլորտներից մեկին։ Խոսվում էր, որ իրավիճակը կարող է վերածվել բաց բախման, սակայն այդ փուլում ներգրավվեցին ավելի բարձր կարգավիճակ ունեցող հեղինակություններ, փորձելով կանխել սրացումը։ Կանևսկոյի անունը հիշատակվում էր որպես այն անձանցից մեկը, ով մասնակցել է բանակցային գործընթացին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի իշխանությունները սկսեցին ավելի համակարգված մոտենալ օրենքով գողերի ինստիտուտին։ Օրենսդրությունը խստացավ, հսկողությունը ուժեղացավ, հանրային դաշտում սկսեցին հրապարակել քրեական հեղինակությունների վերաբերյալ տվյալներ։ Քրեական աշխարհում բարձր կարգավիճակը միաժամանակ և պաշտպանություն է, և վտանգ։ Պաշտպանություն, քանի որ հիերարխիան ապահովում է որոշակի անվտանգություն։ Վտանգ, քանի որ բարձր դիրքը մշտապես ուշադրության կենտրոնում է։ 2000-ականների կեսերին շատ հեղինակություններ հայտնվեցին ճնշման տակ։ Հենց այս ժամանակաշրջանն է, երբ համակարգը սկսում է փոխվել ոչ թե ներքին հակասությունների պատճառով, այլ արտաքին պետական միջամտության հետևանքով։ 2011 թվականին հրապարակային դաշտում տարածվեց տեղեկություն Արմեն Հարությունյանի մահվան մասին։ Բաց աղբյուրների համաձայն մահը կապված էր առողջական խնդիրների հետ։ Տարբեր հրապարակումներում նշվում է, որ նա երկար ժամանակ ունեցել է առողջական բարդություններ։ Պաշտոնական քրեական միջադեպ կամ սպանության վարկած չի հաստատվել իրավապահ մարմինների կողմից, սակայն նրա մահվան լուրը արագ տարածվեց ոչ միայն Ռուսաստանի հարավում, այլև այն շրջանակներում, որտեղ նա ճանաչված էր որպես օրենքով գող։ Քրեական աշխարհի ներսում նման կարգավիճակ ունեցող անձի մահը սովորաբար ընկալվում է որպես համակարգային իրադարձություն։ Դա պարզապես անհատի հեռացում չէ, դա ուժային հավասարակշռության փոփոխությունն է։ Հրապարակային մեդիայում թեման լայնորեն չէր լուսաբանվում, սակայն մասնագիտացված աղբյուրները նշում էին, որ նրա մահը արձագանք է ստացել քրեական շրջանակներում։ Այդ միջավայրում նման դեպքերը քննարկվում են փակ ձևաչափով, ոչ հայտարարություններով, ոչ պաշտոնական հաղորդագրություններով, այլ անձնական կապերի միջոցով։ Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն թաղման արարողությունը անցկացվել է փակ ձևաչափով, անվտանգության նկատառումներով։ Քրեական հեղինակությունների դեպքում նման մոտեցումը սովորական է։ Հիշատակվում է, որ ներկա են եղել տարբեր շրջանակների ժամանած անձինք, ովքեր կապ են ունեցել նույն միջավայրի հետ։ Թաղման նման արարողությունները քրեական հիերարխիայի համար ունեն նաև խորհրդանշական նշանակություն։ Դրանք ցույց են տալիս ով է ներկա, ով է բացակա և ինչ ուժային հարաբերություն է ձևավորում մահից հետո, այսինքն նույնիսկ մահը այդ համակարգում դառնում է ազդակ վերադասավորման համար։ Սա բնական գործընթաց է հիերարխիկ փակ համակարգում, երբ բարձր կարգավիճակ ունեցող անձը հեռանում է, առաջանում է վակուում։ Այդ վակուումը երբեք երկար չի մնում դատարկ, այն լրացնում է նոր դերակատարներով, սակայն արդեն այլ ժամանակներում, այլ կանոններով։ Արմեն Կանևսկոյի պատմությունը մեկ անձի կենսագրությունից ավելի լայն նշանակություն ունի։ Նա ներկայացնում էր մի սերունդ, որը ձևավորվել էր քաոսի պայմաններում և գործել էր անցումային դարաշրջանում։ Նրա կյանք և մահ արտացոլում են հետխորհրդային տարածքային ստվերային համակարգի ձևավորման ու վերափոխման փուլը։ Ժամանակը փոխվեց, կանոնները փոխվեցին, համակարգը փոխվեց, բայց այդ ժամանակաշրջանի անունները մնացին պատմության մեջ որպես անցումային դարաշրջանի խորհրդանիշներ։